Իմ սիրելի խոյեր, ողջույն, այսօր փետրվարի 26-ն է իմ օրացույցով Յուպիտերի օրը, ահա ձեզ ընկել է բաժին Յուպիտերը եւ ինքը կդառնա իդեպ ուղղընթաց գտնվում է ձեր 4-րդ տանը։ Այ երբ որ ինքը կմտնի առյուծի նշան, ձեզ համար դա շատ ավելի լավ կլինի, չնայած հիմա էլ այդպես վատ չի, ինքը սովորաբար բերում է հաջողություններ, բայց այդ ժամանակ շատ ավելի լավ կլինի ձեզ համար, այնպես որ մի քիչ էլ դիմացեք մինչև 30-ը եւ հետո արդեն ամեն ինչ կկարգավորվի։ Շատ ավելի լավ կլինի, որտեվ հիմա ես ձեզ կասեմ, թե դուք ինչ շրջանով, ինչի միջով եք անցնելու, բայց մինչ այդ ես ասեմ, որ դուք 7-րդ տեղից ունեցել եք առաջընթաց եւ հայտնվել եք 6-րդ տեղում, այսինքն եզրափակում ենք ձեր նշանով առաջին վեցնյակը, եթե դուք երկրորդ վեցնյակն եք նախորդ անգամ բացում, հիմա արդեն առաջին վեցնյակը փակում եք եւ հիմա տեսնենք միջև ուր եք գնալու։ Ես ողջունում եմ ձեր այդպես համառությունը առաջ գնալու, շարժվելու առաջ, բավականին լարվում են, ուրեմն մեծ պայքար է գնում, ինչև է կարիճը, կշեռքը, այծեղ ջուրները, երբեմն նաև առյուծը պահպանում են առաջին վեցնյակում են իրենք պարտադիր եւ հիմա սողոսկել է արանքը ձուկը հայտնվել երկրորդ տեղում, դուք էլ փաստորեն եզրափակում եք առաջին վեցնյակը։ Ես կարծում եմ ձեզ հետաքրքիր է դա, որ ես ներկայացնում եմ ելնելով ձեր անցնելիք կամ անցնելիք ճանապարհը։ Եվ հիմա ներկայացնեմ մարտ ամսվա համար կանխատեսումը եւ հենց սկզբից զգուշացնեմ, քանի որ անընդհատ նոր մարդիկ են միանում, որ լսում ենք առաջին ասցենդենտի նշանով, ուրեմն խոյերը, որտեղ դա բոլորին կարող է վերաբերել եւ արևի նշանով խոյերին է վերաբերում այն։ Ինչ ունենք, Մարսն է փոխում իր նշանը, Վեներան է փոխում իր նշանը, կարևորը որ այսօր Մերկուրին 26-ն այսօր դառնում է հետընթաց, ինքը արդեն մարտի 21-ին կդառնա ուղղընթաց, դա շատ կարևոր է եւ Յուպիտերն է դառնալու ուղղընթաց, սպիտակ լուսինը կփոխի իր նշանը, տեղի կունենա արդեն լուսնի ամբողջական խավարում է, ես դրա մասին ասել եմ մարտի 3-ին եւ գարնանային գիշերը հավասարն է տեղի ունենալու, շատ կարևոր իրադարձություն ամենայն դեպս ինձ համար եւ իհարկե Վեներան կհասնի 2 անգամ փոխել իր նշանը։ Հիմա ինքը գտնվում է բարձրակետում, ձկան նշանում, ձեր նախորդ նշանն է եւ հետո արդեն կշրջանցի խոյին եւ ոչ թե կշրջանցի, այլ կմտնի կուսումնասիրի, այդպես իր համար ինքը անկման մեջ է այդտեղ, մի կերպ կդիմանա, բայց հետո արդեն կհայտնվի իր նշանում, իր տանը իր նշանում, այնպես որ ինքը այդտեղ ցոլի նշանում շատ լավ կզգա իրեն եւ ձեզ ֆինանսներով կապահովի։ Ահա, կարևորը որ Վեներայի տրամադրությունը բարձր պահեք, մնացածը լավ կլինի։ Ահա, ինչ ունենք, եթե ես ձեզ ընդհանուր ասեմ, սիրելի խոյեր, ձեզ մոտ կատարվելու է, եթե գլխի չեք դեռևս, ձեզ մոտ կատարվելու է փոփոխություն, գիտեք, ընդհանուր փոփոխություն կմցնեք, կարծես թե ուզում եք ամեն ինչ սկսել սկզբից, հիմա այդ պահն է եկել, ամեն ինչ սկսել սկզբից, մոռանալ անցյալը, մոռանալ հին ընկերներին, ծանոթներին, այսինքն կան մարդիկ, որոնց հետ այլևս չեք ուզում շփվել, ինչ որ նոր բան եք ուզում, նոր սկիզբ եք ուզում, այ էներգիաները կուտակվել են եւ ձեզ տանելու են նման բերելու են նման մտածողություն եւ նման քայլեր, դժվար կլինի, ինչ խոսք, բայց արդեն այդ էներգիաները ձեզ պարուրել են, համակել են եւ իրենք կհասնեն իրենց ուզածին։ Դուք ուզեք թե չուզեք, իրենք իրենց ուզածն անելու են։ Այնպես որ ձեր կարծիքը մոլորակները հաշվի չեն առնում, այսպես։ Եվ մարտի 2-ից մինչև ապրիլի 10-ը Մարսը կմտնի ձկան նշան, դժվար է լինելու, բայց կարծում եմ ինքը կհաղթահարի, որովհետև առջևում խոյն է, իր նշանը, իր տունը, տեղը, որտեղ ինքը կգա, կտեղավորվի եւ ամեն ինչ շատ այդպես արագ, գործերը շատ արագ կընթանան առաջ, իսկ հիմա ձեզանից պահանջվում է, որ դուք ավելի խոր ուսումնասիրեք, հասկանաք, քանի որ ամեն ինչ ուզում եք սկզբից ճիշտ ճանապարհի վրա ընկնել, ճիշտ
սկիզբ ընտրել, որ հետո չգնաք ճանապարհի կեսից հետ վերադառնաք եւ հետո նորից ուզենաք սկսել։ Հիմա պիտի խորը դուք կարողանաք ուսումնասիրել իրավիճակը եւ ինչպես որ ասացի, Մերկուրին արդեն հետընթաց է եւ ձեզ այդ հնարավորությունը ընձեռում է մինչև 21 մարտի, որտեղ ինքը դառնալի է ուղընթաց եւ դուք արդեն կանցնեք գործի 21-ին, հետո արդեն այնտեղ մինչև ապրիլի 10-ը այդպես մնում է մոտ 20 օր, 15-20 օր եւ դուք արդեն շատ էլ ավելի վստահ կգործեք։ Այնպես որ պատրաստ եղեք։ Եվ հիմա մարտի 3-ի լուսնի ամբողջական ներողություն, լուսնի ամբողջական խավարման մասին եմ ուզում խոսել, որը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 15:37 վայրկյան, արևը եւ լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ այն տեղի կունենա կույսի նշանում։ Գիտեք ինչ տրամադրություն է հիմա աշխատանքի հետ կապված փոխել աշխատանքայի, որ ասում եմ ամեն ինչ ուզում եք սկսել սկզբից, այնց դրա մասին է, որ նույնիսկ աշխատանքը, նոր մասնագիտություն ձեռք բերել, ամեն ինչ նոր շրջապատ, նոր միջավայր, նոր ընկերներ, նոր հետաքրքրություններ, նոր անձնական կյանք, այսպիսի տրամադրություններ են, նայած ումը ինչ է բաժին ընկնում կամ նայած ում միգուցե բոլորն էլ բաժին են ընկնում ինչ որ մեկին կամ տարբեր, հա, դա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված եւ այդ իսկ պատճառով այստեղ այսինքն պետք չի տխրել, եթե ինչ որ մի աշխատանք գնում է, ինչ որ մի բան հեռանում է, դուք մտածեք ոչ թե տխրեք, այլ մտածեք, որ պիտի սկսեք նոր մասնագիտություն միգուցե կամ ինչ որ մեկ այլ աշխատանք ձեռնարկեք ինչ որ մի նոր սկիզբ։ Եթե տեսեք հազդարարում է սկզբի մասին, ուրեմն դուք պիտի դա անեք եւ եկեք չմոռանանք, որ հիմա հրեղեն ձիու տարին է եւ ինքը ամեն ինչ խառնում է եւ հանում է այն ամեն ինչ որ թաքնված է, մի խոսքով 180 աստիճանով ամեն ինչ կարող է խառնվել, փոխվել եւ դու քո մեջ եւս փոփոխություն եւ դու սկսես ամեն ինչ սկզբից։ Ընդհանրապես բոլորին է դա վերաբերում, բայց դուք որպես առաջին նշան, հա, շատ ավելի կոնկրետ եւ հրեղեն ձին բերում է նրան, որ դու շատ բաներ սկսես սկզբից, թե քո անձնական կյանքում, թե գործնական, թե մասնագիտության հարցով, այնպես որ սա եւս իմացեք եւ արդեն գիտեք, որ հետընթաց Մերկուրի ժամանակ հիմա մենք խավարման միջանցքում ենք, նրանք ովքեր ապրում են Հայաստանում տեսնում են արդեն ինչ իրադարձություններ են կատարվում ոչ լավ, բնականաբար, որովհետեւ բացասական էներգիան է կուտակվում եւ ինքն էլ արդեն հանգեցնում է բացասական գործողությունների, այնպես որ լինում եք զգոն, նրանք ովքեր ինձ լսում են, իրենք արդեն զգոն են եւ գիտեն երբ են զգուշանալու, ինչ են անելու եւ այլն եւ այլն։ Եվ հիմա մենք անցնում ենք առաջ եւ մարտի 6-ին մինչեւ մարտի 30-ը, որտեղ արդեն ասացի Վեներան մտնելու է ցուլի նշան, իսկ հիմա ինքը կտեղավորվի ձեր նշանում սիրելի խոյեր։ Ահա մարտի 6-ին դիմավորում եք Վեներային, այստեղ ֆինանսական թեմաները կակտիվանան, այստեղ սիրո թեման կարող է ակտիվանալ, հարմարավետության, հարմարավետ ապրելու, կյանքը շրջապատ ավելի հարմարավետ գեղեցիկ դարձնելու ցանկությունը կմեծանա, այն փոփոխություններ, որ ասում եմ ձեր կյանքում լինելու են, դուք աստիճանաբար կզգաք տարբեր բնակավարներում հերթով դա ուրեմն դուք կզգաք, ուղղակի ուշադրություն դարձրեք եւ կտեսնեք, որ այդ ամենը կատարվում է։ Եվ 11-ին Յուպիտերը կդառնա ուղընթաց, սա իհարկե շատ լավ է։ Ես ասացի, որ 30-ին հունիսի ինքը կմտնի արդեն առուծի նշան, կրակի նշան, դուք կրակ, առուծը կրակ, ամեն ինչ կլինի շատ լավ, շատ հիասքանչ։ Հիմա եւս վատ չի, բայց բոլոր դեպքերում եթե դուք ասցենդենտի նշանով եք, այստեղ կարող են մեծ դեր չխաղալ, իսկ եթե արևի նշանով եք եւ այդտեղ շատ մոլորակներ ունեք, հավանաբար ինչ որ գումարներ եք ծախսում ինչ-ինչ նպատակների համար։ Սա շատ անձնական է, դրա համար չեմ կարող կոնկրետ ասել, թե ում ինչ է բերելու, բայց կրակի նշանում արդեն կոնկրետ արևի նշանով խոյերի համար միանշանակ լավ կլինի։ Այսպես դա ուրեմն Յուպիտերի մասին եւ իհարկե
անցնենք առաջ սպիտակ լուսինը կփոխի իր նշանը մարտի 13-ին մինչև հոկտեմբերի 12-ը 7 ամիս ինքը մնում է յուրաքանչյուր նշանում եւ հիմա ինքը կտեղավորվի ձեր աշխատանքի տանը այստեղ կփորձի օգնել դե ասում է որ հիմա արդեն շատ աշխատանք չկա դու պիտի սկսես նոր մասնագիտություններ ես միգուցե ուրեմն սովորում կամ նոր ես պարզապես նոր սովորում ես եւ դեռևս չունես մասնագիտություն դժվարություններ կան ես քեզ կօգնեմ որպեսզի դու կարողանաս ինչ որ շատ ավելի հեշտ լինի կամ կողքից քեզ օգնեն կամ գումարներ աշխատես եւ այլն տեսեք թե ով է սպիտակ լուսինը որ ձեր կյանքում հայտնվի եւ ինքը ձեզ կօգնի 7 ամիս օգնելու է ձեզ օգտվեք դրանից խորհուրդներից իսկ մարտի 19-ին Հայաստանի ժամանակով 5:23 րոպե 17 վայրկյան արևև լուսինը կմիանան 27 աստիճանում եւ դա կլինի ձկան նշանում ահա ձկան նշանում եւ այստեղ երկար միգուցե պրպտումներից հետո հավանաբար կգա կոնկրետ եզրահանգման եւ ինչ որ մի նոր սկիզբ կդնեք ձեր կյանքում եւ գիտեք հաջորդ օրը տեղի ունենալու շատ կարևոր իրադարձություն գարնանային գիշերը հավասարը շատ երկրներում դա որպես տոնում էին ես մտածեմ ինչու է այստեղ հելոին են տոնում կամ չգիտեմ վալենտին եւ այլն որտեղ գեյերին էր ամուսնացնում չէ այդ քահանան ինչ որ տենց թեմա էր թե ինքներ մերժված եւ այլն ինչ որ այսպեսի թեմա չեմ ուզում ուղղակի սպահին հիշել ինչեւէ եթե մենք ունենք Սուրբ Սարգիս մեզ վալենտայնը պետք չի Սուրբ Վալենտինը հա մենք այդպես օտար տոներ նշում ենք բայց ինչ որ տեզերքին գարնանային գիշեր հավասար չենք տոնում ես շատ կուզենայի որ ինքը մտներ մեր կենցաղ մեկ-մեկ ու շնորհավորելու նշելու գարնանային գիշեր հավասար արևադարձ ձմեռային եւ այլն այս ամեն ինչը մենք նշենք եւ ներողություն սիրելի ուրեմն խոյեր սա ինչով է կարևոր որովհետեւ արևը մտնում է ձեր նշան ահա առաջին հերթին պետք է նշեն առույցները, որովհետև դա իրենց մոլորակն է, երկրորդը պետք է նշեք դուք պարտադիր, որովհետև ինքը բարձրակետում է հայտնվում։ Պատկերացնեք չէ, թե ինչքան լավ է ձեզ համար 18:45 րոպե 46 վայրկյան արևը կմտնի ձեր նշան սիրելի խոյեր եւ դուք այդպես հերթով կնշեք ձեր ծննդյան օրերը ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ ամենալավն ու բարին եւ իմ բարեմաղթանքը այն է որ դուք առավոտյան դիմավորեք արևածագը իսկ արևը արդեն ինքը ձեր կյանքը բերի հաջողություն, երջանկություն, առողջություն, այդ ամենը։ Եթե ես նույնիսկ ցանկանամ, արևը այդ ամեն ինչը ձեզ համար կանի, ընդհանրապես դուք պետք է լսեք ինձ եւ դիմավորեք արևածագը առավոտյան 21-ի առավոտյան 7:08 րոպե, իսկ արդեն գիշերը հավասարը գարնային 20-ի գիշեր արդեն դուք կարող եք թեկուզ այդպես զարդարել ձեր սեղանը քաղցրավենիքով, այն ինչ որ ձեզ հաճելի է, սիրում եք եւ նրանք ովքեր դիմավորում են ամանորը կարող են դիմավորել այդ կերպ եւ ընդհանրապես մենք գարնանային գիշերը հավասարը նշենք դա կարեւոր է հատկապես մեզ համար խոյերիս համար հայերս մենք խոյեր ենք եւ դա մեզ ուժ կտա ամրություն կտա ու շատ լավ կլինի եթե նրանք ովքեր ինձ լսում են այդ բոլորս մենք միանանք եւ 78 րոպե բոլորս դիմավորենք արևը այդ էներգիան միանա գնա դեպի արև եւ արևից գա մեզ սա շատ կարեւոր է այսքանը իմ սիրելի խոյեր ձեզ նորից եմ շնորհավորում մասնավորապես որ դուք շարժվել եք առաջ հուսանք որ այդպես շատ չեք տարվի ձեր այդպես տարեդարձը նշելով եւ քանակը կապահովեք որպեսզի շարժվեք առաջ ես հետեւում եմ ձեր շարժին որովհետեւ 6-րդ 12-րդ տեղն մեկ հիմնականում 11-12 հիմա հասակ 6-րդ տեղ կամքապետք եւ նպատակասլացություն հա եւ դու կարող ես հասնել այսինքն դուք ունեք այդ ուժը ուղղակի մենք խոյերս ունենք պիտի արթնանանք եւ շարժվենք առաջ այս խորհուրդը կա այն ինչ որ ես ասում եմ բոլորիս նաև այնպես որ բոլորս դիմավորում ենք արևը 78 րոպե արևածագ եւ այսպես արևի շողերի ճառագայթների այս ներքո ես ավարտեմ մարտ ամսվա համար կանխատեսումը իսկ դուք չմոռանաք գրել
ինչպես դիմավորեցիք, ինչպես եղավ, օգտակար եղան իմ խորհուրդները եւ ընդհանրապես շնորհավորել գիշերը հավասարը եւ չմոռանաք լայքել այսպես այսքանը իմ սիրելի խոհեր, առայժմ կհանդիպենք